Հարգելի հայրենակիցներ, քաղաքացու եւ պետության անվտանգության մասին պատկերացումներ կազմելու համար առաջին հերթին դիտարկում է պետական բյուջեի անվտանգությանը վերաբերող դրույթները։ 2026 թվականի ռազմական բյուջեի մասին կառավարության պատկերացումները երկու զուգահեռ իրականությունում են։ Մի կողմից ֆինանսական եւ մարդկային ռեսուրսի կրճատումների, մյուս կողմից սինխոստումների ու ընտրական ակնկալիքների։ Իշխանությունը երկրի անվտանգության ապահովման հիմքում դրել է երկու սկզբունք՝ սպառնալիքներն ամեն գնով չտեսնելու եւ ակնհայտը մերժելու։ Կառավարության հայեցակարգը մարդուն ի սկզբանե դատապարտվածի կարգավիճակում է դրել, որը գալիս է քաղաքացու ականջին շշնջալու, որ հայ ժողովուրդը հաղթելու շանս չունի, ու այդ պարագայում առանձնապես կարևորել չէ, թե ռազմական բյուջեն որքան է կազմում կամ բանակը կրճատվում է, թե ոչ։ Բանակը, որը սեփական իշխանության կողմից հռչակվել է 5-րդական կառույց, իսկ հայրենիքի պաշտպանի առաքելությունը վերածվել է զուտ վարձու աշխատողի, այն պարզապես ապագա չունի։ Մարդու ֆիզիկական ներկայությունը, զինտեխնիկայի սպառազինության առկայությունը ու նույնիսկ բարձր աշխատավարձը միասին վերցրած անկարող են հաղթել, եթե պրոցեսում բացակայում է մարտական ոգին, բարեհոգեբանական անհրաժեշտ մակարդակն ու ներհասարակական համերաշխությունը։ Այսպիսի վիճակի մեղավորը օրը 24 ժամ, տարին 12 ամիս, տարվա բոլոր եղանակներին ծանր իրավիճակում մարտական հերթապահություն կրող զինվորը, սպան կամ հրամանատարը չեն։ Դա այն իշխանությունն է, որն իր հույսն ու երաշխիքը տեսնում է իրեն ցեղասպանողների խոստումներում։ Կա բանակ իրական բարեփոխումների ռելսի վրա դնելու, բանակն իր ֆունկցիոնալ վիճակին բերելու եւ զինծառայողի անհրաժեշտ դերը հասարակության մեջ առաջին պլան բերելու հնարավորություն միանշանակ կա։ Հնարավոր է արդյոք վերականգնել բանակի, ինչպես ուզում եք անվանել, պաշտպանողականությունը, մարտունակությունը կամ մարտական խնդիրները կատարելու արդյունավետությունը։ Միանշանակ կա։ Հնարավոր է արդյոք դրան հասնել այս իշխանության հետ կամ նրա պաշտոնավորման պայմաններում, բնականաբար ոչ։ Այս իշխանությունը մաշեցրել, թուլացրել եւ մշտական թիրախ է դարձել բանակն ու դրանով անհնարին դարձել այն արդիականացնելու, բարեփոխելու եւ իր լավագույն մարզավիճակին բերելու հնարավորությունը։